Ազգային բարերար քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, շնորհակալություն հայտնելով Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորին այն հայտարարության համար, որոնք ընդգծում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը և խախտումները Հայաստանում։ Միևնույն ժամանակ ազգային բարերարի պաշտպանական թիմը եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա, որն արդեն շարունակվում է ավելի քան 130 օր։ Նույն մտահոգությունը վերաբերում է նաև մեր ձևով շարժման ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի Գյումրիում իրականացված ապօրինի ձերբակալությանը և դրան հաջորդած կալանքին, որոնք վկայում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների վտանգավոր միտման մասին։ Այսպիսի գործողությունները հակասում են Հայաստանի միջազգային համընդհանուր բնույթ կրող պարտավորություններին, մասնավորապես արդար դատավարության իրավունքի, ազատության և անձնական անձեռնամխելիության, ինչպես նաև արտահայտվելու և հավաքների ազատության ոլորտներում։ Գիտական եվրոպական ինտեգրումը սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ հենց այստեղ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունը և իրավունքների պաշտպանությունը, ասված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունում։ Արտիքի քրեկատարողական հիմնարկից ուղերձ է հղել արդեն 10 օրից ավելի ապօրինի կալանավորված մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Քաղբանտարկյալը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իր կողքին են, մեջբերում անազատության մեջ ավելի ազատ եմ ավելի քան երբևէ։ Հայաստանում արդարություն լինելու է ու պայքարելու եմ մեր ձևով, չեմ կոտորվելու մեր ձևով։